մեզի անասուն է, ասենք մարդիկ բացատրել են, էլի ինչով կարանք, մենք մեր կոնկրետ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են ասել, որ կօգնեն, հա, ձեզ։ Կոնկրետ որտեղ եք հաստատվելու։ Մենք տեսնենք, հիմա որտեղ որ գնում ենք Լաչինն է, այնտեղից պիտի մենք տները ընտրենք, էլի որտեղ ենք ուզում, որ մասում ենք ուզում տունը վերցնել, որ մի քիչ նորմալ տուն լինի։ Դե անասնապահություն, հանդեղօգնության ֆոնդեր կա, օրինակ ստեղ նպաստը ավելի քիչ է Հայաստանում, Երևանում, քան թե այնտեղ։ Ինչքան նպաստ եք ստանում։ Ստեղ 69500 դրամ ենք ստանում նպաստ։ Մի խոսքով առավելությունները, որպես Արցախյան պատերազմի մասնակցի, ընդե առավելությունները ավելի շատ է։ Մենք ես արդեն 5 օր պատրաստված գնացել ենք մի անգամ այնտեղ, հիմա նորից գումարային հարցն է մի քիչ մեր, որ ուզում ենք նորից գնալ մի հատ այդ տներն էլ տեսնել, պայմաններին նորից ծանոթանալ ու կարծում եմ երևի կտեղափոխվենք այնտեղ, որտեղ ստե մենք ոչ մի ապագա չեմ տեսնում։ Դե թեկուզ այնտեղ մարդիկ օգնությունները, ամուսնուս այդ գումարներ են այնտեղ որպես պատերազմի մասնակցի տրամադրում, նորմալ աշխատանք, նորմալ։ Ձեր ամուսինը այստեղ աշխատանք ունի։ Չէ, այստեղ չի աշխատում ինքը, մենք ասենք շոր բան ենք էլի տենց ծախում։ Դուք եւս չեք աշխատում։ Չէ։ 7 երեխայից որտեղ աշխատում։ Դες ասենք առևտուրով ենք զբաղվում ենք, բերում են, ուրիշներից վերցնում, վաճառում ենք, վերավաճառում ենք, բայց դե էդի ասենք չի հերիքացնում ստեղ։ Ասենք ուզում ենք մի բիզնես անենք, մի մեծ գումար դնենք այդ բիզնեսի մեջ, որ կարողանանք ոտքի կանգնենք, էդ էլ չենք կարողանում, որովհետև չկա այդ գումարը։ Լավ, դուք ասում եք, որ այս շենքը վթարային է։ Այդ վթարանության հետևանքները, չգիտեմ, տունը ցնցվի, դղրդա, ինչ որ բաներ զգացել եք, հա։ Չէ, տես բաներ ստեղ չկա է շենքում։ Ստեղ անգամ այդ երկրաշարժ որ եղավ, այս վերջի տարիները, այս շենքը չի ցնցվում, բայց ինքը որպես կարգ, 4-րդ կարգի վթարայինը, ստից մարդկանց տներ են տվել, հիմա մեզ ոչ մի բան էլ ըստից չկա։ Մենք արդեն ըստեղ 9 թվից ապրում ենք 5 տարի է, ոչ թուղթ, ոչ ինչ որ առավելություն, անգամ ուզում ես բանկի հետ գործարք անես, որ կարողանաս ոտքի կանգնես, ոչ մի բան։ Բանկը ոչ մի գործարք հետ չի անում, որովհետև դու ոչ մի իրավասություն չունես այս տան մեջ, ուղղակի վարձ չես տալիս, էլի սենց ապրում ես։ Իսկ ինչ հարց մնա, որ պետությունը օգնի, պետությունը ոչ մի հարցով էլ չի օգնում, այդ մի նպաստն է, այդ նպաստով էլ ինչ անես, էդի հազիվ քո հացի փողն է հերիքում։ Իսկ բազմազավակ ընտանիքներին ընդհանրապես նրանց նկատմամբ աջակցությունը, վերաբերմունքը ոնց եք գնահատում։ Այ դուք 7 երեխա եք տվել ազգին, հա։ Ուրեմն ասեմ, Սոնա ջան, ես ունեմ 5 տղա։ Ու ցավը դրանում է, որ ունենալով 5 տղա, իմ տղաս, մեծ տղաս աշնանը արդեն ինքը գարնանը գնալու է բանակ, ծառայողազին ծառա։ Այստեղ ոչ մի արտոնություն ես չունեմ, որպես բազմազավակ մայր, ընդհանրապես ոչ մի արտոնություն։ Նպաստն եք ստանում։ Այո, ավելի հիմա ես գնացել եմ այնտեղ, ասենք Ղարաբաղ, ես այնտեղ ավելի մեծ արտոնություններ ունեմ որպես բազմազավակ մայր, որ պիտի գնամ պայմանագիր կնքեմ, քան թե Երևանում։ Ոչ մի բան, ոչ մի առավելություն։ Ճիշտ է, շատ շնորհակալ եմ, ասենք նախագահից, որ լույսը տվել է։ Ես դժգոհ եմ նախագահից։ Ինձ լույս ա տվել, իմ ամեն հարցին ինչ հարց ինձ պետք է եղել, ինքը իմ կողքը կանգնած է, բայց որ ասեմ ինձ գումարով օգնել է կամ ինչ որ մի բան, չէ։ Ես օրինակ հենց իմ իկվադրությամբ որ գնամ ընդե առանց ինչ որ մի բան պետությանը օգուտ տալու, ես կարամ ընդե խանութ ունենամ։